Մի քանի օր է համացանցում ակտիվորեն տարածվում է դերասանուհի Ռոզա Դավթյանի մասնակցությամբ գեղեցիկ հարսանեկան կադրերը։ Ռոզա Դավթյանն ու Գուրգենը ստանձնել էին զույգի կավուրի և կավուրակնոջ պարտականությունները։ Այս հարսանեկան կադրերն ակտիվորեն տարածվում են համացանցում, դե իսկ այժմ ներկայացնում ենք կադրեր, որտեղ երևում է, թե որքան ջերմ ու ռոմանտիկ պարով են հանդես եկել երեկոյի ընթացքում կավուրն ու կավուր կինը։ Դերասանուհի Ռոզա Դավթյանը բավականին սիրված է հանրության կողմից, վերջինս ինստագրամյան հարթակում շատ ակտիվ է, ինչպես նաև վերջին շրջանում նաև ակտիվ է իր գործունեության մեջ։ Տևական ժամանակ առաջ մենք բացառիկ նորությամբ հանդես եկանք հայտնելով, որ դերասանուհին պատրաստվում է մայրանալ։ Այս լուրից հետո դերասանուհին շարունակում է իր ակտիվությունը, հրապարակումներ է անում ցույց տալով իր շքեղ ծաղիկները, որոնք նվեր է ստացել, ինչպես նաև ամուսնու կողմից ստացած անակնկալ նվերները։ Դե իսկ այսօր դերասանուհին ինստագրամյան հարթակում նոր հրապարակումով է հանդես եկել, որը կարծես թե անհանգստացրել է երկրպագուներին։ Նրանց խոսքով դերասանուհին հյուծված և թույլ տեսք ունի, ինչն էլ վերջիններս կապում են հղիության հետ։ Այս վիդեոն նրա մասին է, թե ինչքան անկեղծ եմ ես իմ լսարանի հետ։ Կարակ գուշակեք, որտեղ է այդ անկեղծությունը հիմնականում երևում։ Ասացի լավ, առավոտ արթնանամ, սենց ինչ-որ վիդեո նկարեմ, որը դուք արդեն տեսաք։ Ու սենց մտածեցի, բայց ես ինչի պիտի մազերս ուրիշ ձև անեմ, ես սենց կսարքեի ես կոֆեն, ես ան կոֆեն։ Նարնջի թարմ քամացյութը։ Դրա համար տենց էլ թողեցի, որ հանկարծ ինչ-որ սխալ կարծիք չձևավորվի ձեր մոտ։ Ասեմ, նարնջի թարմ քամացյութն էլ մաքսիմալ անհամեր։ Հենց որ չնախանձեք։ Իսկ հիմա եկեք գուշակենք, թե ուր եմ ես գնում։ Թողնում եմ պատուհան, մինչև դուք ձեր տարբերակը գրեք, կամ էլ նշովի տարբերակ, մինչև նշեք, ես կգնամ արդեն կպատրաստվեմ և ցույց կտամ, թե ուր եմ գնում։ Այստեղ խառնենք այսօր, այո, աստղերի հետ ենք նկարահանման, աստղջան բարև, աստղջան բարև, լիքը աստղեր, այո,
Երեխեք ջան, Ռոզան ծնեց գաղտնի է պահել։ Իր երեխուն գաղտնի է պահել ձեզանից։ Այո։ Ջու։ Սիրիլ է քեզ։ Ուժս։ Հաճելի խառն ենք։ Գնում ենք այրոպորտ, Սուսիկին ու Ալային դիմավոր ենք, տեսեք Սուսի առաջին բուկետիկն է, ենքան սիրուն է ստացվել, սա էլ մեծը, մամային և աղջկան նույն բուկետիկներից, շատ սիրուն է, շատ շնորհակալ եմ, կնշամ էջը որտեղից եմ պատվիրել, իրանք իմ բոլոր մտահաղացումներն իրականացնում են։ Բարի լույս, այսօր վերջապես իրական բարի լույս եմ ասում, ոչ թե ժամը 1-ին, գնում եմ նկարահանման, մի քանի նկարահանումներ ունեմ, հետո ատամնաբուժարան պիտի գնամ, հետո էլ ծնունդի եմ, так что բոլորիս լավ օր։ Իրականում ինչ տեսք եմ ունենում ես սիրուն սանց պատրաստված բան վիճակները մնաց տան համարը։ Շատերիդ հետաքրքիր է ինչի եմ ես նորից հանձնում քննությունը, ասամ ես մասով, որ ես հանձնել եմ 2 տարի առաջ, դրանից հետո 3 անգամ գործնական քննությունը կտրվեցի, որովհետև փակ պլաշատկայում էի հանձնում և վարել էլ նորմալ չգիտեի, նորմալ վարողներն էլ այդտեղ չէին կարողանա հանձնել, 3 անգամ կտրվելուց հետո մի տարի ժամանակ անցնում է և կարծեմ մի տարի և անվավեր է ճանաչվում նաև ձեր տեսական քննությունը, ես հանձնել էի 3 օր պարապելով, 19 թե 18 հավաքելով առաջին անգամից։ Հիմա անվավեր ճանաչվեց, մի տարի ես ոչ մի բան չարեցի, նորից պիտի գնամ տեսականը հանձնամ, որ հետո էլ արդեն անցնեմ գործնականին։ Ատամնաբուժարան է ես օր գնացել, այս մի կողմս լրիվ թմրած է, խոսելուց էլ կնկատեք, դուրս եկա ատամնաբուժարանից մոտեցան նկարվելու, հիմա ոչ կարողանում եմ ժպտամ, ոչ չժպտալն է ճիշտ, սենց բերանից փակում եմ մի խոսքով դեմքս թեքում եմ, չգիտեմ նկատեցին, չնկատեցին, չնայած մի հատ էլ հասատ անմատ շենքի մոտ մոտեցան նկարվելու, այնքան վատ եմ ինձ զգում, երբ որ ես ատամնաբուժարանից դուրս եմ գալիս, իսկ ես վերջին մի քանի շաբաթում ես ամբողջ օրն ատամնաբուժարանում եմ ու այդ իրավիճակում եմ հայտնվում, հենց հիմա դեմքս ծուռ է ու ես ոչ մի բան չեմ զգում, լավ ինչով է, այսօր նաև ներկայացման եմ 7 հանցիկ ես հրավիրված, գուշակեք ինչ ներկայացման և չգիտեմ այս ձևով ոնց չպարվեմ։